Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Աշխարհում նախ բավականին լարված իրավիճակ է, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հալեպում, կրակոցներ, հրետակոծություններ, Իրանում է լարված իրավիճակ, Վենեսուելայում տեսանք ինչ եղավ եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված բանակցությունները, կարևոր բանակցություններ են ընթանում, բայց այս ֆոնին Փաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ գործողությունները, բարենորոգման, ինչպես ինքն է կոչում, գործողությունները եւ 3 քայլերթեր իրականացրել Փաշինյանը։ Նախ խոսենք այս գործողություններից, հետո նոր արդեն անցնենք աշխարհում տիրող իրավիճակներին եւ որքանով է առնչվում Հայաստանին։ Հիմա այս քայլերթի ուխտերթի հետ կապված դուք ինչ կարող եք ասել, ինչ տպավորություն թողեց ձեզ մոտ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, արդից օգտվելով, քանի որ առաջին եթերն է, շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ, մաղթում եմ, որպեսզի լինի իրապես խաղաղ եւ բարեկեցիկ տարի մեր ժողովրդի համար։ Հիմա գամ ձեր հարցին, այո, տպավորություն է, որ Հայաստանը կարծես աշխարհից դուրս է եւ իր օրակարգում է։ Ապրում է ինչ-որ օրակարգով, որ ընդհանրապես ադեկվատ չեն աշխարհացունց իրադարձություններին, որ տեղի են ունենում մեր շուրջ, դուք ընդհանրապես թվարկեցիք են ակտիվ իրադարձությունները, որ ընթացքի մեջ են աշխարհում, դրանք բավարար էին, որ ցանկացած ողջամիտ կառավարություն, հատկապես մեր տիպի երկրներում, ընդհակառակը ձեռնարկի քայլեր, որոնք հասարակական կոնսոլիդացիային կտանեն, պետական իմունիտետը կամրապնդեն եւ այլն։ Հատկապես Իրանում ստեղծված իրավիճակը։ Հատկապես Իրանում, չէ, նաեւ Վենեսուելայում, որովհետեւ դա անջատ վերցրած մի իրադարձություն չի։ Դա երևի կանադառնանք, դա ըստ էության նշանակում է միջազգային իրավունքի լիակատար ոչնչացում, իսկ դա նախադեպային ձևով կարող է կրկնվել աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր ռեգիոնում։ Մեր ռեգիոներում էլ չէ կան դժբախտաբար մեզ թշնամաբար վերաբերվող պետություններ, որոնք կարող են Վենեսուելայում տեղի ունեցածի նախադեպի հիմքով ավելի լոկալ գործողություններ մեր տարածաշրջանում անել։ Նման հավակնություններ, կայսերական ամբիցիաներ, Թուրքիա, Ադրբեջան ունի բավականին իր քաշային կատեգորիայից մեծ հավակնություններ եւ այլն, բայց այս թեմաներին ննջասենյակից մարդիկ կառավարեն, կալանավորեն։ Կանադառնանք այս թեմային, հիմա խոսենք թերևս իրադարձությունների մասին, երեկվա ուխտերթի մասին, որը կրկնում եմ, ընդհանրապես ներդաշնակ չէ նրան ինչ-որ տեղի ունենում աշխարհում, բայց ցավոք սրտի այս երկրում օրակարգ թելադրողը մնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս process-ը սկսվեց հունվարի 4-ին, երբ որ հայրենադավն ու 10 տիրադավներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, առիթ ունեցել եմ այդ օրն էլ նկատել, որ այդ հայտարարությունը ըստ էության ամբողջովին հակասության մեջ է Սահմանադրության 17-րդ հոդվածի հետ։ Դուք հիշում եք, նա ամիսներ շարունակ պնդում էր, որ ինքը որպես վարչապետ չի հետամուտ որպես եկեղեցական բարենորոգման, ասում էր, որ շարքային հավատացյալ որպես իր սիրտը չի դիմանում եւ այլն, ինքը մեղավոր չի, որ եւ հավատացյալ է եւ վարչապետա, չնայած այդ արդարացումներն են շատ անհեթեթ իր, բայց արդեն հայտարարությունը ստորագրում է որպես Հայաստանի վարչապետ։ Սա ուղղակի ոտնձգություն է Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածին։ Ավելին ասեմ, ստեղծվել է մի մարմին համակարգող խորհուրդը, որի մեջ ներգրավված անձինք, սկսած վարչապետից, վերջացրած այդ 10 տիրադավներից, որևէ մեկը չունի լիազորություն, զբաղվելու են խնդրով, ինչ իրանք հանրահռչակել են։ Այդպիսի բան լինում է միայն կազմակերպված հանցավոր խմբերի ստեղծման պարագայում։ Կարող եք համարել, որ ստեղծվել է կազմակերպված հանցավոր խումբ, որովհետև եթե իրենք իրավասու չեն կատարել են լիազորությունները, ինչը հռչակում են, այդ խմբին
այլ անուն տալը ուղղակի դժվար է։ Բայց այս խմբին աջակցում է դատախազությունը, Հասկացանք, աջակցում է չի լինում, ոստիկանությունը, երբ որ ամբողջ ազգային անվտանգության իշխանության ծառայությունը։ հա, բայց մենք մեր պատմության մեջ դրվագներ ունենք, իսկ հիմա դրա ցայտուն օրինակն է, որ իշխանության ամբողջ համակարգը արտաիրավական, արտասահմանադրական միջավայրում է գործում։ Իսկ ամբողջովին հակասահմանադրական վիճակում ենք մենք հիմա։ Այդ հայտարարությունը բացահայտեց երկրորդ շերտը։ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն շեշտը դնում է, թերևս այն պատճառով, որ զգացել է, որ հանրային աջակցություն չունի բավարար, շեշտը դնում է ոչ թե վեհապարի արագ հեռացման վրա, այլ եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման կամ պառակտման վրա։ Երբ ասում է տեղապահ նշանակվի, չէ, դա ճանապարհային քարտեզի հրապարակումը, դե ասում էր տեղապահ պետք է նախ կաթողիկոսը գնա հանգստի, հետո տեղապահ նշանակվի, արճակել, որ ակնհայտորեն հուշում է, որ ինքը գնում է եկեղեցու պառակտմանը։ Այս տիրադավներին էլ ներքաշելով process-ի մեջ, ինքը հենց եկեղեցու պառակտման լեգիտիմության պատրանք է ստեղծում։ Դա միանշանակ է։ Շատ հստակ, այսինքն ինքը ունի պլան A, պլան B։ Եվ երրորդը ամենակարևորը, հակաեկեղեցական, հակասահմանադրական կամպանիան Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է ոչ միայն այդ process-ի վերջնանպատակի իմաստով, այլ որպես process, որը նա օգտագործելու է քաղաքական մոդերացիայի նպատակով, այսինքն նախընտրական արշավում այս process-ը նա փորձելու է ծառայեցնել նախընտրական տրամաբանությանը։ Երեք մենք հենց դրա դրսևորումը տեսանք։ Նույնիսկ այսինքն քարոզարշավի մի մաս դառնա այս ամեն ինչը։ Իհարկե, արդեն դարձել է։ Երեք շտաբի պետներ միջև խոսափողին մոտենալը իր շտաբի պետներ, չէ՞, նախընտրական շտաբի պետն է։ Այո, երեք մոբիլիզացիա էր ինքը անում, բա փորձում է միանգամից ծառայեցնել նախընտրական տրամաբանությանը։ Երեք նախընտրական զորաշարժ էր ինքը անում, ըստ էության փողոցային պայքարը նախընտրական կամպանիայի հետ կապված ինքը երեք դրա մեկնարկը տվեց։ Բայց ամեն դեպքում այդքան էլ լավ մեկնարկ չէր։ Մարդկանց քանակ այդքան էլ մեծ չէր։ Այդտեղ էլի ես միշտ իմ մի հատ դիրքորոշում եմ ունեցել։ Միշտ պետք է նայել վերջնարդյունքի տեսակետից։ Կրկնում եմ, մենք այն կանխավարկածով ենք առաջնորդում, որ ամեն նման քայլ անելուց Նիկոլ Փաշինյանը անպայման դեպի վեհարան գնալու ուղղությամբ գործողություն է անելու, քանի որ վեհարանը աշխարհագրական իմաստով անսասան է մնում, մարդիկ էլ բերված են ակնհայտորեն, այո, վարչական ռեսուրսով, ճնշումներով, կոմպրոմատներով տարբեր կերպ բերված են, մենք ենթադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անպայման ձախողել է, բայց ես պնդում եմ, որ այս կամպանիայում Նիկոլ Փաշինյանը մի քանի պլան ունի։ Մենք արձագանքողն ենք, մենք ինքներս վերագրում ենք Նիկոլ Փաշինյանին ինչ-որ ամեն օրվա գործողության հետ կապված մի հատ մաքսիմալ պլան կա ենք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի իրականացնի, կամ պատկերացնում ենք, որ այդպիսին պիտի լինի։ Հետո երբ որ մեր պատկերացրած մաքսիմալ նշաձողը ինքը չի հաղթահարում, ավտոմատ ասում ենք, որ ինքը ձախողվեց։ Ես խորհուրդ կտամ էյֆորիկ տրամադրությունների փոխարեն մենք արձանագրենք process-ը մի քիչ բազմաշերտ։ Այո, նա հասարակական աջակցություն հակաեկեղեցական պայքարում չունի, բայց հերիք է, որ մենք նրա ամեն մի ակցիայից հետո այդ արձանագրելով ուրախանանք ու բավարարվենք այդ փոքր ուրախությամբ, հա, որ նա կարող է զարգանալ, մեծանալ թիվը, ավելի մեծ ընդգրկվածություն մի քանի ամսում նա կարողացել է արդեն 11 բարձրաց, չէ՞, որտեղ Շվեյցարիայի այդ տեղապահը միացավ, այսինքն 11 բարձրաստիճան հոգևորականի կարողացել է փաստորեն իր խաչի տակով, այսպես ասենք, պայմանական անցկացնել։ Մենք արդեն 3 մի հատ շատ տխուր փաստի հետ գործ ունենք, երբ որ նրա հրահրմամբ ոստիկանության օժանդակությամբ եւ մի տեղական խուժանի գլխավորությամբ Թալինում խաթարեցին կանոնիկ պատարագի անցկացումը։ Նա երեք էլ իր ելույթում կոչ արեց շարունակել այդ process-ը, սա նշանակում է, որ առաջիկայում թիմ
ղեկավարների հիմնական առաքելությունը լինելու է ամեն կիրակի մի ինչ-որ խուժանի միջոցով իրանց մոտի իրանց վարչական տարածքում գործող եկեղեցիներում պատարակներ խանգարելը չկարծեք այդ Թալինի եզակի դեպքը։ Հիմա կտեսնեք հաջորդ շաբաթներին կտեսնեք, որ այս խուլիգանական վարքագիծը չարորակ ուռուսկի պես տարածվելու է երկրի այլ բնակավայրերում։ Ուզում եմ ասեմ, որ ամեն անգամ չարձանագրենք, որ Նիկոլը չունի հանրային աջակցություն այս հարցում եւ դա խանգարելու է, որ չհասնի նպատակին։ Չէ, որովհետեւ կոնտրօրակարգ էլ չկա, որով մենք կարողանանք խանգարել նրա այս դիվային ծրագրերի իրականացմանը։ Դե ասում են այդ օրակարգը չկա, որովհետև վեհապարը չի դիմում, եթե վեհապարը կոչով հանդես գա, ապա քաղաքական ուժերը կմիանան, հասարակությունը կմիանա։ Քաղաքական ուժերը եկեղեցով պիտի օրակարգ չգեներացնեն։ Այս քաղաքական խնդիրներով պիտի օրակարգ գեներացնեն։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական օրակարգը լուսանցքում թողելու նպատակով։ Ես չեմ ասում, մենք եկեղեցու փոխարեն, այո, ստեղ մենք ոչ պիտի հորդոր անենք, ոչ խորհուրդ տանք վեհապարին, որտեղ ինքը մեզանից լավ գիտի, որ պայն իշքայլ պիտի անի։ Մենք մեր առաքելությունը, քաղաքական առաքելությունը պիտի կատարենք։ Այսինքն մենք process պիտի սկսենք, որի առանցքում եկեղեցին չի ասիմետրիկ հարված պիտի հասցնենք իշխանությանը, քաղաքական օրակարգ պիտի ձևավորենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կարճանան։ Նա հնարավորություն ժամանակ, մանևրի դաշ չունենա եկեղեցու դեմ այս կամպանիան տանելու համար։ Հիմա դուք վտանգ եք տեսնում, որ կհաջողվի Փաշինյանին։ Իդեպ երեք որոշ պատգամավորներ խոսել էին, որ մինչև հունվարի կես կաթողիկոսի հետ կապված ծրագրերը կիրականացվի, վերջնական փուլ կմտնի, որտեղից այդ վստահությունը իրենց մոտ։ Ես նման պորոտախոսություն չեմ ուզում մեկնաբանել, որտեղ այդ խոսողները հաստատապես չգիտեն Նիկոլ Փաշինյանի ծրագրեր ունի։ Ես չեմ կարծում նա ամբողջ թիմի հետ կիսվում է, ակնհայտորեն միջև նրա գալը ինչ-որ եկեղեցու բակում հավաքված իշխանավորների դեմքերին, երբ որ նայում ենք, նրանք շվարած են, որտեվ հոտի պես կամ ուխտի պես բերվել են միտեղ եւ շվարած չգիտեն ինչ անել, որովհետեւ որևէ բան չգիտեն։ Նիկոլ Փաշինյանն է միակ մեկ դերասանի թատրոնն է, օրակարգ ինքն է մշակում, ինքն է տեղում շատ բաներ խմբագրում, հստակեցնում, ուղղորդում եւ այլն։ Դե չէ մնացածները բայց աջակցում են ամեն դեպքում եւ շարունակական մեծանում է նրանց թիվը։ Երեք շատ ակամայից իրենք բացահայտեցին, որ դա ըստ էության ուխտաերթ է։ Ընդ որում այդ մի կիսագրագետ падգամավորուհու, որը կարելի էր հումորի տալ անցնի, ինտուիցիայով կրկնեց կամ բնազդով կրկնեց նաև Նիկոլ Փաշինյանը երեք արդեն։ Facebook-յան էջում երբ ուխտեր գրել։ Երեկվա ելույթին։ Այո, ելույթից խոսենք։ Ինչ մեսիջներ կար։ Ես շատ երկար չեմ կանգ առնի ելույթի վրա, երկու շատ առանցքային բան կասեմ։ Մեկը երբ որ նա պետությունն ու եկեղեցին իրար հետ են հռչակեց, գիտեք, սա շատ վտանգավոր թեզ է, սա հուզական արտահայտություն չի։ Այլ բան, որ Նիկոլ Փաշինյանը այլ հակաեկեղեցական քայլեր չաներ, շոր մի հավաքի ժամանակ այսպիսի մի բան ասել, մենք կամարենք, որ սա հուզական հայտարարություն է, նույնիսկ միասնության ուղղված, բայց այս պարագայում, երբ որ նա նման հայտարարություն է անում, դա առնվազն աշխարհիկ պետության սկզբունքի ոտնահարում է նշանակում։ Սա առնվազն նշանակում է ոտնձգություն եկեղեցու ինքնավարության դեմ, սա մարտահրավեր է հանրային համերաշխությանը, եւ այս հայտարարության մեջ քրեական հանցագործության տարեր կան։ Այսինքն ավելի հեռուն գնացող ծրագրեր կա եկեղեցու հետ կապված։ Մնում է հաջորդ հայտարարություն, արդեն չզարմանաք։ Քանի որ նա նույնացնում կամ մեկ ամբողջության մեջ է դիտարկում պետությունն ու եկեղեցին, ու քանի որ այն հայտարարության տեքստում առաջինը դրված է հենց իր ստորագրությունը, ես չեմ բացառում, արդեն չեմ բացառում, որ եկեղեցու գլուխ հենց իրեն հռչակի Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն բայց ինչպես է Նիկոլա աղանդը պետականորեն հաստատվի երկրում, հասկանում եք, ես այս մտավախությունը արդեն լրջորեն ունեմ։ Մանավանդ որ երեք կրոնական առիթով հրավորված երթում միակ ռետորը ինքն էր,
Արդեն Հիսուս Քրիստոսից ներողություն էր խնդրում, ինչ որ Մենակ Հիսուս չեմ Քրիստոսին թողնելու։ մենակ չէր թողում, այսինքն նա Հիսուս Քրիստոսի առնվազն պատվիրակ է իրան զգում երկրի վրա, հասկանում եք, սա եթե մի քիչ հումոր անելու տրամադրություն ունենայինք, կարող ենք ընդհանրապես հումորային արձագանք ունենալ նրա երեկվա ելույթին, բայց ցավոք սրտի հումորի հետ գործ չունենք, գործ ունենք կոնկրետ գործողությունների հետ։ Ահավասիկ այդ հատվածը հայտարարության չափազանց վտանգավոր բան է, մանավանդ որ դրա որպես շարունակություն հետևում է արդեն այդ բազմահազար լսարանի առաջ թողենք հա թիվը մի քանի հազար կային հաստատ։ Այդ լսարանի առաջ նա հրահանգ է տալիս, որ կանոնիկ պատարագները շարունակեք խանգարել։ Պատարագների կարգի միջամտության կոչ է անում աղոթակարգը ինչպես պիտի կառուցվի, հասկանում եք, նա լրիվ հոգևոր առաջնորդի ֆունկցիա է կատարում։ Նա փորձում է մեկտեղել պետության ղեկավարի ու հոգևոր առաջնորդի ֆունկցիաները, դրա համար է մեզ շարունակ պնդում, որ նրան պետք է ոչ թե անկախ ինքնավար հայ առաքելական եկեղեցի հովվապետով, այլ վարչապետից ինչ-որ հոգևոր կառույց, հոգևոր խորհուրդ դրա ղեկավարով ինքը պիտի կատարի գլխավոր հոգևորականի ֆունկցիան։ Եվ դա ինչ է իրեն տալու։ Վերահսկողություն ամբողջապես եկեղեցու հանդեպ։ Ղեկավարները այդպես են, իրանց թվում է արևը իրանց հրահանգով է բացվում, մայրամուտ իրանց հրահանգով է լինում, եկեղեցին ինքը չի էլ հասկանում կանոնիկ բառը ինչա, վստահ եղեք։ Հասկանում եք, թե չէ ավանդույթների դեմ նման ոտնձգություն անելուց կսարսափեր նույնիսկ։ Մենք ասում ենք կանոնադրությունը փոխել, Հիմա տեսեք, ֆինանսական թափանցիկություն ապահովի։ կանոնադրություն Դե բայց իրենց նպատակը այն սկզբանել դա է։ Ինքը ով է որ կանոնադրություն։ Դե փաստորեն կարողանում։ Այդ կոչը, որ գնացեք, խանգարեք եւ այլն, քրեական օրենսգրքով պատժելի արարք է։ Կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելը կամ ծեսը խոչընդոտելը գրիորեն պատժելի արարք է։ Եթե Բայց ով է պատժելի։ օրինակ Թալինի քաղաքապետը կալանավորված չի, միջև էս պահը, կամ գոնե քրեական վարույթ չկա նրա դեմ, առնվազն երկու բան կա, երկու ենթադրություն կարող ենք անել, կամ երկրում իրավապահ համակարգ այլևս չկա, բոլորը տեղավորված են Նիկոլ Փաշինյանի գրպանում, կամ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյան, այսինքն փոխկապակցվող կամ սա Նիկոլ Փաշինյանն է այս խուլիգանախմբերի գլխավոր խուլիգանապետը։ Հասկանում եք, մենք ինչու են այս իրավապահ կառույցները, ուժային կառույցները պաշտպանում Փաշինյանին։ Իսկ հասկանում եք, լրիվ նրա գրպանում են, ուժային կառույց չունենք մենք, իրավապահ համակարգ չունենք։ Նրանք Նիկոլա Աղանդի եւ դրա շուրջ ստեղծված խուլիգանախմբերի իրավական պահապաններն են։ Մենք չունենք, բացարձակապես չունենք։ Հիմա եթե դուք ասում եք, որ սա պետությանը վտանգող քայլեր է, ինչու այս զգացողությունը կամ գիտակցումը իրենց մեջ չկա այդ դեպքում։ Նրանք հավատում են, որ այս պայքարը ընդհանրապես վեհապարի դեմ է։ Հասարակություն քաղաքակրթական դեգրադացիա է ունենում։ Կամ հասարակության ինչ-որ շերտեր, հա, որոնց դժբախտություն ունենք տեսնելու իշխանության էլիտայում։ Հիմա մենք այդ փուլն ենք ապրում, շատ բարդ տրանսֆորմացիոն փուլ ենք ապրում, որը հետևանք է նաև 44 օրյա պատերազմի, մեր ստացած ազգային տրավմայի, երբ որ մենք մեր ազգային ինքնությունը վերախմբագրելու շեմին ենք, այդ շատ տրավմատիկ process է, ասես ես նաև այդ խորքային դրա հետ եմ կապում այս ամեն ինչը, եւ երկրորդ բանը, որ երեք Փաշինյանը իր խոսքում ասեց, ըստ էության մեկ այլ իմ ավելի վաղ արած ենթադրություն հաստատեց, այլևս հակաեկեղեցական իր պայքարը տեղավորել է ամբողջությամբ իրենց կողմից հորինված հիբրիդային հարվածների դեմ պայքարի տրամաբանության մեջ։ Նա ասում էր, որ որպես հենակետ է եկեղեցին օգտագործվում Հայաստանի դեմ։ Կներեք, դուք որտեղ եք տեսել, որ երկրի ղեկավարը առանց երկրի անուն նշելու, առանց փաստ ու ապացույց նշելու, նման անհասցե ու ողորմելի մեղադրանք հասցեագրի
մեր ազգային ինքնության արմատի ամենակարևոր ինստիտուտի նկատմամբ։ Սա խայտառակություն է։ Պետական խոսքի նշաձողը այսքան իջեցնել, պետական խոսքի արժանահավատությունը այս կարգի վարկաբեկել, ես չգիտեմ մենք ուր ենք գլորվում, ինչ խելակորույս անկման դինամիկայի մեջ ենք։ Տեսեք, ապացույց չկա։ Ընդամենը նրան պետք է արևմտյան այդ ուլտրա լիբերալ գլոբալիստական շրջանակների լիակատար աջակցությունը ստանալու համար նրան պետք է եկեղեցու դեմ պայքարը ներկայացնի որպես ռուսական ազդեցության դեմ պայքար։ Տեսեք էլ Դե դա վաղուց էր խոսում ենք այդ մասին, բայց հիմա ավելի հստակեցրեց, այո, ռևանշիստական այդպես երեք ինքը մեղադրանքներ 17 րոպե կարծեմ ելույթ ունեցավ, 17 րոպե, ու նայեք այդ զանգվածին։ Սրանք մարդիկ են, որոնք չունեն որևէ սոցիալական, բարոյական տաբու այդ հավաքվածները։ Պատրաստ են եկեղեցու բակում սուլել, ծափահարել, Հիսուսի անունով իբր հավաքվել են, բայց նոր կուլտ են կերտում այդ հրապարակում։ Այս բոլորը հակաաստվածային եւ հակա եկեղեցական արարքներ են։ Սա սարսափելի է պատկերացնել նույն այդ մարդիկ էլ հնարավոր է եւ եկեղեցու գլուխ դնեն Փաշինյանին։ Համարեն, որ նրանից ոչ ոք չի կարող։ Երեք Նիկոլ Փաշինյանը իր ստեղծած աղանդին պետական գրանցում տալու տրամաբանության մեջ էր։ Եկեղեցուն պառակտելու գնով նա փորձում է հասնել մի իրավիճակի, որ ըստ էության մեկտեղելու է երկրի գործադիր իշխանության ղեկը հոգևոր առաջնորդության հետ, իհարկե դա ճակերտավոր հոգևոր առաջնորդ է, աղանդավորական գործունեություն է։ Խոսենք նաև Ադրբեջանից հնչող հայտարարություններից եւ ընդհանուր պատկերը, որ ձևավորվել է աշխարհում, քանի որ ժամանակը կարճ է, Ալիևն է հայտարարություններ անում, իր խոսքին հետևելով խաղաղությունն արդեն եկել է, պատմական իրադարձություն է եղել եւ ասում է, որ Զանգեզուրի միջանցքը գործելու է այդ տրամաբանությամբ, բայց անունը ուրիշ բան է լինելու։ Հիմա այս հայտարարությունների մասով ինչ է։ Ալիևը խաղաղության մասին չէր խոսում։ Թեև խաղաղություն բառը օգտագործում էր, բայց էլի նրա այդ բրիֆինգը, որ ես ամբողջովին նայել եմ։ Ասում եմ, թե Զանգեզուրի միջանցք լինի, խաղաղություն կլինի։ Ես ամբողջովին եմ նայել նրա այդ հարցազրույցը եւ գիտեք, կարելի է խաղաղություն բառը տալ, բայց խոսքիդ բովանդակությունը գրեթե աղերս չունենա խաղաղության հետ։ Նույնն է Ալիևի Արտակուստայով շատ զուսպ հարցազրույց էր առանց Հայաստանի հասցեին ինչ-որ մեղադրանքների։ Հա, մեղադրանքների։ Բայց պահանջների մասին խոսեց միջանցքի հետ կապված։ Կարևոր բան առանձնացնենք։ Ամենագլխավորը նա խոսում է Սյունիքով անցնող ճանապարհի մասին, ասում է լավ էլ անվամբ վրա եկեք չվիճենք, որտեվ ինչ էլ ուզում ենք դնենք անունը։ Կարևոր բովանդակությունն է, որ մենք ստացել ենք։ Սկզբունքորեն ցավոք սրտի ինքը ճիշտ է ասում։ Օրինակ ես էլ ձեր եթերներում բազմաթիվ անգամ այս պնդումը արել եմ, որ անունը կարևոր չի։ Նստավության ասում եմ մենք պատմական ձեռքբերում ենք ունեցել, որտեղ Թրամփի մակարդակով է Թրամփի անունն էլ տալիս է, որ ցույց տա, որ իր օրակարգի շուրջ միջազգային կոնսենսուս կա։ Ստացել ենք այն ինչ որ ուզում են։ Բայց արդյոք իրենք ուզում էին դա, որ իրենք ուզում են, որ իրենք վերահասկեն, արդյոք իրենք են վերահասկելու։ Գիտեք, իրանք Միջանցքի տրամաբանությունը հենց դա է, որ իրենք ուզում են իրենք վերահասկել։ Իրենք ուզում են անխոչնդոտ անցում ստանալ։ Հաստատապես ուզում են, որ հայկական կողմի սուվերենությունը այդ հատվածում սահմանափակվի, դա հաստատապես ուզում են։ Մա ամերիկացիք իրանց ավելի լավ գործարք կառաջարկեն այդ արանքում, թե ռուսները իրանց առանձնապես շատ չի հետաքրքրում։ Հա, իդեալական տարբերակում ընդհանրապես դեմ չեն լինի, եթե ընդհանրապես Սյունիքի հետ հատվածը իրանց վերահսկողության տակ լինի, բայց քանի որ իրենք հասկանում են, որ առանց գերտերություններից մեկի այդ նախագծին մասնակցելու հետ իրենք չեն կարող մարսել, հետևաբար իրենց համար կարևորը սուվերենիտետի սահմանափակումն է Հայաստանի այդ 42 կիլոմետրի վրա, ինչին
Ալիևը մի քանի օր առաջ, 3-4 օրը վստահ պնդում էր, որ հասել են։ Ասում են նաև Հայաստանի համար է լավ, իրենք փակուղուց դուրս Դե, կգան, սահմանները կբացվեն, Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է Դե իրենք խոսում։ գիտեն, այդ պարտություն են համարում մեղք իրանց վիզը։ Այդպիսի արտահայտություն։ Որոշները ասում են, այո, պարտություն են դա համարում, դա իրենց գործն է։ Եվ երկրորդը, որ ընդհանրապես արդեն խաղաղության մասին չի, ասում են միջազգային իրավունք չկա։ Ըստ էության բառացիորեն կրկնում է այն ինչ որ Թրամփն ասել, իհարկե այլ կոնտեքստում, Վենեսուելայի հետ կապված։ Ամեն ինչ որոշվում է ուժով եւ հարաբերություններով։ Դա ի՞նչ է նշանակում, որ մենք էլ մեր ազդեցության գոտու տերն ենք լինելու։ Որտեւ հիմա Վենեսուելայից հետո բոլորը շատ ակտիվ խոսում են ազդեցության գոտիների մասին, չէ՞։ Ինչ ասում Թրամփը, ասում է, որ արևմտյան կիսագունդը մեր ազդեցության գոտին է կամ այն տարածքն է, որտեղ մեր կենսական շահերը դոմինանտ պիտի լինեն եւ որևէ մեկը չի կարող միջամտել։ Նույն բանը տողատակում ակնարկում է միջազգային իրավունք գոյություն չունի պնդումով Ալիևը, այսինքն նրա պատկերացրած խաղաղության մոդելը խիստ ասիմետրիկ հայ-ադրբեջանական հարաբերություններն են, որտեղ փափուկ ուժի միջոցով նա պիտի շարունակ ինչ-որ բան պարտադրի Հայաստանին։ Այո, էլ չի կրակելու։ Եվ պատահական չի, որ ասում են տանկերով չեն գալու, մեքենաներով են գալու։ Ստեղծվել են այնպիսի հարաբերությունների համակարգ, որ այդ դրա համար ենք մենք միջազգային, ես բազմաթիվ այլ մարդիկ միջնորդների դերը կարևորում, որ նրանք զսպեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները։ Հիմա քանի որ զսպող չկա, Ալիև առիթավորվելով ասում է միջազգային իրավունք չկա։ Թարգմանաբար դիվանագիտական լեզվից հարգելի Էրմինեն ասում է հայ-ադրբեջանական հարաբերություններում կանոն չկա, կանոն որոշողը ես եմ, որտեվ ես եմ ուժը։ Ինչպես որ Արցախի հարցում որոշեց։ Ուժն է ծնում իրավունքը։ Այդ ուժն է հարցը ծնում լուծեց, ասած ես ուժով այդ հարցը Եթե դու լուծեցի։ գլոբալ մակարդակում ուժն է ծնում իրավունքը տեսել եք Վենեսուելայում, որևէ մեկը չի կարող Ռուսաստանի ձեռքերը բռնել, որ նա Ուկրաինայի մանեն ինչ-որ կուզի։ Որևէ մեկը չի կարող զսպել, եթե Չինաստանը Հնդկախաղ օվկիանոսյան ռեգիոնում անի են ինչ-որ կուզի։ Նմանապես ի դժբախտություն մեզ, այս անգամ Թրամփի մակարդակով անուղղակիորեն կրակեցինք իրանցի պատի վրա։ Իրանցի պատի վրա մի հատ մեծ չակ է առաջացել։ Որովհետև միջազգային իրավունք գոյություն չունի։ Փաշինյանը շարունակ անվտանգության հիմքում դնում է լեգիտիմության սկզբունքը։ Բաքվից իրան ասում են եղբայր լեգիտիմություն չկա, մոռացի այդ հեքիաթները։ Ինչ կասենք, ուժն է ծնում իրավունքը։ Թրամփն է ոգևոր է հավանաբար Ալիևին։ Թրամփը այն ինչ տեղի ունեցավ Վենեսուելայի նախագահի։ Բոլոր քաշային կատեգորիա ունեցող երկրները հասկանում են, որ իրենց ազդեցության մեծ կամ փոքր գոտում ինչ հնարավորություն ունեն, կարող են վերցնել։ Հիմա այդպիսի աշխարհ է ձևավորվում։ Տրանսֆորմացիոն փուլ է, բազմաբևեռ աշխարհ է լինելու, որտեղ գերտերությունները իրենց ազդեցության գոտին են ունենալու, միջին տերությունները այսպես կոչված, որի հավակնություններ նաև ունի Ադրբեջանը, իրենց փոքր ազդեցության գոտիներն են ունենալու։ Այսպիսի աշխարհ է ձևավորվում, սա պիտի Նիկոլ Փաշինյանին գիշերը չքնելու, Նիկոլ Փաշինյանի համար գիշերները չքնելու, չլուսացնելու առիթ լիներ։ Ամբողջ օրը պիտի մտածեր հիմա մեր դաշնակցային կարողությունները ոնց է մեծացնում, մեր սեփական կարողությունները ոնց է մեծացնում, որպեսզի այս նոր ձևավորվող աշխարհում, այս աշխարհի կոշտ կանոններին կարողանա դիմակայել։ Իդեպ Իրանում ստեղծված իրավիճակը զարգացում ստանում է ամեն դեպքում, քաղաքական երանգներ են արդեն ստանում այդ ցույցերը, որոնք սոցիալական հողի վրա ստեղծվեցին։ Հիմա ինչ վտանգներ կա Հայաստանի համար։ Իրանում իսկապես կան համակարգային խնդիրներ, որոնք հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ ունեն, այդ ռեալի արժեզրկումը անգամներով, գնաճը, այո, վերջը այդ տասնամյակների սանկցիոն քաղաքականությունը գումարած դրան Իսրայելա-իրանական պատերազմի հետևանքները տնտեսության վրա զգացնել են տալիս եւ էապես հարվածում են մարդկանց կենսամակարդակին։ Սա կա, բայց որ հիմա աշխարհակաղակական բազմաթիվ կենտրոններ փորձում են Իրանի ժողովրդի
արդար հույզերի վրա խաղադրույք անել եւ ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակներ իրացնել, դա լավ։ Իշխանափոխություն իրականացնել։ Իհարկե վենեսուելական տարբերակ չնայած Թրամփի հաղորդանքին Իրանում կրկնվել չի կարող։ Իրանը աշխարհաքաղաքական ավելի մեծ կալիբր ունի եւ այն երկիրը չի, որտեղ Միացյալ Նահանգները կամ որևէ մեկը կարողանան իրականացնել այն գործողությունը, ինչ որ տեղի Իդեպ ունեցավ ասացին, որ նման բան պլանավորած են եղել, բայց չի հաջողվել, հետախուզությունը կանխել է։ Ասում եմ նման բան չեն կարող անել, մոռացեք, բացառեք։ Վերլուծաբաներ իրանց Եվ հետո այդ մասին։ Չինաստանի եւ Իրանի համար, Չինաստանի եւ Ռուսաստանի համար Իրանի դերակատարությունը անգամներով ավելին է, քան Վենեսուելայի դերակատարությունը, եւ այդպիսի միջամտության փորձը Իրանի ներքին կյանքին բերելու է կոշտ հակազդեցության նաև Պեկինից եւ Մոսկվայից եւ բազմաբևեռ հակամարտության հետ են գործ ունենալու։ Եվ երրորդը մենք տեսանք, որ ընդհակառակը իսրայելա-իրանական 12 օրյա պատերազմի օրերին արտաքին ագրեսիան, ավիահարվածները, որ հասցվում էին Իրանին, այդ հասարակության ավելի շատ կոնսոլիդացնում էին, քան բաժանարար գծեր էին առաջացնում։ Բայց որ դրսից, այսինքն արտաքին այն բիրտ միջամտությունը չի կարող լինել, դա միանգամից դնենք մի կողմ, բայց որ բոլոր հնարավոր մեթոդներով փորձելու են Իրանի հուզումները օգտագործել եւ ոռոգել այդ հուզումները արտաքին քաղաքական դերակատարները եւ դրանք օգտագործել իրենց շահերի համար, դա ակնհայտ է։ Մենք որպես Հայաստանի հասարակություն եւ նրա ակտիվ ներկայացուցիչներ պիտի ցանկանանք կամ մաղթենք, որ Իրանում շատ արագ այս ճգնաժամը ներքին հաղթահարվի, որտեղ Հայաստանի համար Իրանի կայունությունը, Իրանի պետական ամրությունը եւ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ուժեղ սուբյեկտությունը շատ կարևոր հանգամանքներ են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։